Արդեն տևական ժամանակ է, դուք նշեցիք, որ մարտի 29-ից հետո բարբերաբար հանդիպումներ ենք ունենում տարբեր քաղաքական ուժերի, հասարակական ուժերի, անհատ մարդկանց հետ, ակտիվիստների հետ եւ մենք համախմբան կոչ ենք արել, որպեսզի բոլորը միանան, քանի որ սա ոչ միայն արցախցիների հարց է, այլ ամբողջ հայության հարց է, որն էլ առանց համախմբան ոչինչ չի ստացվելու։ Փորձ ցույց է տվել, որ մենք միշտ հաղթում ենք, երբ միասնական էինք, մենք ուժ էինք, այսինքն մեզնից կարողանում ենք հաղթանակներ տոնել, երբ միասնական էինք։ Հիմա առանց միասնականության մենք ոչինչ չենք հասնի ու այդ պարագայում կոչ անելով, որ բոլորը միանան այս օրակարգի շուրջ եւ ըստ օրակարգի շարժվենք առաջ։ Հիմա մենք նշել ենք, որ մինչև ամսի 15-ը լինելու է քննարկումներ, ակցիաներ ու արդեն դրանից հետո կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին։ Հիմա այս պահին հստակ օր ու ժամ դեռ չկա, քանի որ կախված է նաև այդ ժամանակից հասնելու ենք արդյոք բոլորի հետ, որտեղ հնարավոր է մարդիկ օրը մի 4-5 հանդիպումներ ենք ունենում, տարբեր ոչ միայն քաղաքական, քանի որ շեշտում են քաղաքական ուժերի հետ, ոչ միայն քաղաքական ուժերի հետ ենք հանդիպում ենք, ինչպես նշեցի, հասարակական ոլորտի ՀԿ-ների հետ ու արդեն ըստ գրաֆիկի կազմված է ամեն օր ունենում ենք մի քանի հանդիպում։ Քննարկումների ընթացքում, քննարկումների արդյունքում ընդհանուր հայտարարի հաջողվում է ձեզ գալ, ձեզ այցելած եւ ձեր քննարկումները ընդհանուր արդյունքի, ընդհանուր հայտարարի գալիս եք։ Միանշանակ այո, կան այսինքն մենք հանդես ենք առաջարկներով, մեր պլան ենք ներկայացնում, իրենց առաջարկներով են հանդես գալիս։ Հիմնականում համընկնում են առաջարկները։ Այո, կետեր կա, որ ներկա պահին մենք դեռ այսինքն շուտ է դրա մասին քննարկել խոսել, բայց հիմնականում այո դեռ չի եղել մի կառույց, մի կազմակերպություն կամ քաղաքական կուսակցություն, որ ասի ես դες դեմ եմ կամ լրիվ հա կետեր կա համընկնում է, կետեր կա չի համընկնում, բայց հիմնականում այն կարևորը այն է, որ միանում են, այսինքն միասին փորձելու ենք հասնենք մեր նպատակներին։ Իսկ տեսեք, հիմնականում երեկ էլ ներկայացան Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը, պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները ներկայացան, բայց առ այսօր իշխանության կողմից որևէ արձագանք եղել է կամ իշխանության թևի ներկայացուցիչներից արդյոք մոտեցել են ձեզ, խոսել են ձեր խնդիրների վերաբերյալ։ Ինչ մի քանի անգամ, որ հանդիպում եղել է փոխվարչապետի հետ, դա մենք բացեր, այսինքն հայտարարել ենք դրա մասին, մենք այստեղ վրանում դեռ ոչ, մենք նաև սպասում ենք իրենց արձագանքին, որովհետև մենք կոչ ենք արել բոլորին քննարկելու, խոսելու, հուսով եմ, որ նաև իրենց կողմից կլինի արձագանք, իրենք կարձագանքեն ու մենք քանի որ բաց ենք, չենք մի քանի ուժի հետ չենք համագործակցում, բոլորի հետ ենք փորձում նստել, խոսել, քննարկել այս իրավիճակից դուրս գալու համար ու հուսով եմ կլինի արձագանք, դեռ ժամանակ կա, դեռ օր կա, հուսով եմ կլինի արձագանք եւ նաև իրենց հետ կհանդիպենք։ Նաև հայտարարված էր, որ ապրիլի 12-ին տեղի է ունենալու Ազատության հրապարակում հանրահավաք եւ կարծում էին, որ մարդկանց մոտ այն կարծիքներ, որ արցախցիներն են այդ հանրահավաքը իրականացնում, մինչդեռ լույսի բանակը ներկայացուցիչներն են այդ ամեն անում, հանձին Կարեն Արեյանի, որը նաև երեք պիտի այստեղ հանդիպում ունենար ձեզ հետ, սակայն վերջին պահին հրաժարվեց։ Արդյոք դուք գիտեք պատճառը որն է, որ չներկայացան ձեզ եւ ինչու են փորձում կապել այդ հանրահավաքը արցախցիների հետ։ Հանդիպումը երեք տեղի չի ունեցել, պատճառը ես չգիտեմ ու այսինքն քննարկում չի եղել, չէ, միգուցե այսինքն քանի որ կապվել են խորհրդի անդամներից այլ ներկայացուցիչ հետ են կապվել, ես կոնկրետ գիտեմ, որ կար հանդիպման ժամ, բայց հանդիպումը տեղի չի ունեցել, մանրամասն տեղյակ չեմ ու ինչ կապված է ամսի 12-ի հանրահավաքի հետ, դա մեզ հետ առնչություն չունի, այսինքն մենք տեղյակ ենք, որ այդ օրը պետք է լինի հանրահավաք, բայց թե ինչ կետեր պետք է հնչվի, թե ինչեր պետք է լինի, այսինքն մենք տեղյակ չենք ու մինչ այդ մենք քանի որ համախմբան կոչ էինք արել, մենք իրենց հետ հանդիպում չենք ունեցել ու չենք էլ չգիտենք էլի ինչ օրակարգի շուրջ այդ ամենը լինելու, դրա համար ուզում եմ հայտարարել, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը չի կազմակերպել հանրահավաք դեռ ու այսինքն որևէ առնչություն չունի ամսի 12-ի հանրահավաքի հետ։
Այստեղ այս պահին վրանի ներսում տեղի է ունենում էլի փակ քննարկում հանդիպում միասնական հայրենի կուսակցության անդամների հետ, սակայն ինչպես նախորդ հայտարարված էր, պետք էր ներկայանալ նաև կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, սակայն վերջի պահին նա եւս չներկայացավ, պարզվեց, որ չի գալու։ Պատճառը գիտեք Սամվել Բաբայանը ինչու չի ներկայանում։ Պատճառը չգիտեմ ու քանի որ ես մեր մյուս ներկայացուցիչներն են այս պահին հանդիպում ունենում ես չմտան ներս այսինքն երևի դուր գալուց հետո իրենք կհայտարարեն նախ պատճառ ինչու չի եկել կամ ինչ խնդիր որ չի եկել մենք քանի որ հանդիպում կազմակերպում ենք կուսակցության նախագահի ու մյուս ներկայացուցիչների հետ ես թվում է իրենք դուրս գալով կպատասխանեն այդ հարցին։ Բայց առ այսօր նրա հետ քննարկումները տարբեր ձևաչափով եղել են, թե այստեղ թե իր գրասենյակում։ Քանի որ մենք բաց ենք ու մենք չենք փորձում էլի այլ ճանապարհներով մարդկանց հետ հանդիպել կոնկրետ խորհրդի անունից հանդիպում չի եղել մարդկանց անունից իշխանով տեղյակ եմ չի եղել առանձին հանդիպումներ եթե լիներ մեկը մենք դուրս ենք գալիս հայտարարում ենք թե լրատվականներով թե մեր էջերով ու եթե չենք հայտարարել ուրեմն չի եղել